Պարմանիչերին ինքանի հարց նախորդադիվանի լիստում անդրադարձատարներ առաջխորհրդանական ուղղությունների մասնակցության վերաբերյալ նախապես հայտարարել համագումարի, բայց այնուամենայնիվ անդրադարձ եղել է, թե չէ, արդյոք կոնսոլիդացիա ասելով ինչ նկատի ունեք իմպիչմենտի գործընթացը այլ ձևաչափով շարունակելը ինչ ելինից ենթարկում, տեխնատուի փոփոխության հարցի մասով ասացիք, որ պատրաստ է քննարկել, օրինակ, եթե Ռոբերտ Քոչարյանը լինի վարչապետի միասնական տեխնատուի դիրքորոշում ունենա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը եւ չի բացառել փողոցային պայքարը եւ պատասխանելու։ Եթե թույլ տաք վերջից գնամ։ Իմպիչմենտի գործընթացը առանց փողոցային պայքարի տեղի ունենալ չի կարող։ Հայաստանյան իրականությունների պարագայում ըստ սահմանման։ Ուստի իմ ընկալման մեջ իմպիչմենտը նույնական է, հավասարազոր է փողոցային պայքարին։ Իմ համար շատ զարմանալի կլինի, եթե լինի փոքր-շատ է ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժ, որը դեմ արտահայտվի փողոցային պայքարին։ Հետ գալով թեկնածուի հարցին։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այս հայտարարության մեջ ևս մեկ անգամ ընդգծում է, որ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածություն։ Այս գործընթացը միասնության մասին։ Այդ քննարկումները եւ կոնսուլտացիաները առնվազն Հանրապետականի կողմից լինելու են մեկ հարցի շուրջ՝ իշխանափոխության։ Քննարկման ուրիշ օրակարգ մեր կողմից չկա։ Այնպես որ կարծում եմ ավելի պարզ ներկայացված, ավելի հստակ ներկայացված ծրագիր այս պահին չկա։ Առաջին հարցը, որ հիշեցնեք, ներողություն եմ խնդրում։ Խոսքը վերաբերվում է թե փողոցային պայքարի եւ թե մյուս բոլոր բաղադրիչների առաջարկվող ցանկացած տարբերակի քննարկում։ Մենք առաջարկում ենք այս օրակարգը։ Այս օրակարգը վեր է եւ զուրկ է ցանկացած խմբային կուսակցական անձնական ամբիցիայից եւ ակնկալում ենք նույնը մեր գործընկերներից։ Եթե հարցը վերաբերվում էր թե ինչպիսի պատկերացումներ մենք ունենք մեր սեփական պատկերացումները փողոցային պայքարից։ Նշեմ նաեւ, որ Հանրապետական կուսակցության համար փողոցային պայքարը չի էլ դադարել, եթե նկատեք մեր ուսանողական, երիտասարդական կազմակերպության անդամները, կուսակցականները ավելի ավագ, անդադար ներգրավված են տարբեր տեսակի ակցիաների մեջ։ Պատճառը, որով ես չեմ կարող հիմա ներկայացնել քայլ առ քայլ գործողությունները, պատճառները մի քանիսն են։ Առաջին, որովհետև դրանց հանրայնացումից դրանց արդյունավետությունը կնվազի, երկրորդ, մենք ունենք պատկերացումներ, թե ինչպես դա իրականացնել մեր ուժերով, ինչպես դա իրականացնել, եթե լինի ավելի լայն կոնսոլիդացիա, ավելի։ Եվ ամենակարևորը, քննարկումները դրա համար ենք հայտարարում։ Գուցե լինեն առաջարկներ, որոնք ավելի ուժեղացնեն, ավելի արդյունավետ կարողանան դարձնել այդ պայքարը։ Սա հնարավորություն է մեր քաղաքացիներին ցույց տալու, որ այն ինչ մենք ակնկալում ենք իրենցից, միասնություն, համախմբում, առաջին հերթին օրինակ ենք ծառայում մենք ինքներս քաղաքական ուժերը ու քաղաքական գործիչները։